Ուրեմն ինչպես ձեզ խոստացել եմ, այստեղ անգամ մի քանի մեր հանդիպումներից, ուր մնաց, երբ որ ողջ բազմազանությունը մեր հանդիպումների վերջի կես տարում հաշվի առնենք, ուրեմն համաշխարհային զարգացումները իրենց տրամաբանության մեջ շարունակվում են եւ խոստացել է ամեն օր ասեմ նորություններ, որ ունենալու ենք, այսինքն ես ուղղակի հայտնում եմ այն նորությունները, որից դուք եք տեղյակ, համամոլորակային քաոսը կապված այն բանի հետ, որ աշխարհակարգը իշխող չի կարողանում արդեն իրականացնել իր լիազորությունները եւ որպես գործիք իր սեփական էության պահպանման ընտրել է քաոսը, ուրեմն այդ քաոսը շարունակում է զարգանալ մոլորակով մեկ։ Մենք տեսնում ենք նոր իրադարձություններ, մեկը Իրաքում, կարծես թե իրաքյան եւ մերձավոր արևելքյան քաոսը քիչ էր, հիմա ուրեմն համաշխարհային այդ կարգը պահապան ուժերի կողմից ֆինանսավորվող այդ այսպես ծայրահեղական իսլամական խմբավորումները տարածում են Իրաքի ողջ տարածքի վրա այդ իրենց գործունեությունը, նոր բախումներ են առաջանում, նոր արձակատումներ ու պետք չի մտածել, մենք որ լսում ենք Իրաք, Սիրիա, մեզ թվում է անսահման հեռու մեր սահմաններից, բավականին մոտ է, մենք ուղղակի հաջորդ շարքն ենք այս իմաստով։ Չնայած մոլորակը շատ փոքր է, որտեղ ինչ պատահում է, ուրեմն մեր վրա անդրադառնում է եւ երկրորդը Ուկրաինայում, եթե ինչ-որ հույսեր կային, որ մի բան կարող է տեղաշարժվի եւ այլ, Ուկրաինան մեծ արագությամբ շարժվում է դեպի քաոս։ Ուրեմն Ուկրաինան լինելու է այն, ինչ որ պետք է լիներ, Ռուսաստանի ուրեմն գազամատակարարումը դեպի Եվրոպա ընդհատվելու է Ուկրաինայի տարածքով, Եվրոպայի եւ Ռուսաստանի մեջ փորձելու են անջրպետ առաջացնել եւ այդ անջրպետը լինելու է քաոսի մեջ խորասուզվող Ուկրաինան։ Այսա այսպես այն զարգացող էլեմենտներն են, որ այսօր արդեն ի հայտ են եկել։ Բայց ի հայտ են գալու նորանորները, մասնավորապես եւ թե մեզ հետաքրքրում է ինչ է կատարվում Նախճեվանում, հայ-ադրբեջանական սահմանով մեկ, ինչու՞մ է այս ամբողջ խորհուրդը, նախկինում խոսել ենք էլի փոքր անդրադարձ այս մասով էլ, որ բաց լինի թե ինչ է կատարվում։ Ուրեմն Ռուսաստանը հանդես է գալիս որպես մի կողմ այդ աշխարհակարգի վերանայման ձգտող ուժերին այսպես ներկայացնող կողմ, Միացյալ Նահանգները պահապան համակարգն է, նրանց մեջ բախում է տեղի ունենում։ Ուկրաինական այդ գազամատակարարումը եթե ընդհատվում է, ամենաարդյունավետ պատասխանը Ռուսաստանի հաշվարկված է Միացյալ Նահանգների կողմից, դա Կովկասյան կոմունիկացիոն միջանցքի կտրումն է, ընդհատումը։ Այսինքն դա նշանակում է Ղարաբաղի կոնֆլիկտի պատրվակով ռուսական զորամիավորումները պետք է մտնեն, ուրեմն այդ գծով, բաժանարար գծով, կտրեն այն որպես խաղաղարար օպերացիա, բայց նաև ընդհատեն կոմունիկացիոն միջանցքի աշխատանքները։ Այսինքն դա էապես ավել է, քան զուտ կոմունիկացիաները 2-3 խողովակները թույլ չտալ աշխատել։ Դա նշանակում է Կասպից ծովի էներգետիկ տարածաշրջանը անջատվում է արևմուտքից այդ քայլով։ Դրանով լինելու է մեծ աշխարհակահաղական շատ լուրջ հակահարված Միացյալ Նահանգների գործողություններին Ուկրաինայում եւ Միացյալ Նահանգները իրենց հերթին փորձում են այնպես լանել, որ դա հնարավոր չլինի։ Ստանդարտ պրոցեդուրաները նրանք անցան, Օրլիկի հայտարարությունները մենք լսել ենք, խաղացնել, բանանել, որ պատրվակ չլինի, ուրեմն մտնել Ռուսաստանի համար պատրվակ չստացի, այ պատկերացրեք արագ Ղարաբաղի հարցը սկսում է լուծվել, ամեն ինչ խաղաղվում է եւ այլ, այդ դեպքում դե որպես ինչ ես մտնում, այսպես չի, վեցնես ու մտնես։ Երկրորդ պահը որ ստեղծվեց, քանի որ այդ մեղմացնելը բավականին բարդ խնդիր է ստեղծված իրավիճակներում, արագ կատարելը։ Երկրորդ բանը սկսվեց։ Երկրորդ գործողությունը անվանենք հիմարացնել Ռուսաստանին։ Պատկերացրեք, Ռուսաստանի միտքը աշխատում է այդ ուղղությամբ, որ եթե նա Ուկրաինայում կտրեց գազատարերը իմ, ես էլ նրանցը կտրեմ Կովկասում։ Մեկ էլ պարզվում է Ադրբեջանը ու Միացյալ Նահանգները կոշտ առճակատման մեջ են։ Միացյալ Նահանգները Ադրբեջանին սկսում են մեղադրել 1000 ու մի մեղքերի մեջ, լսել եք Միացյալ Նահանգների դեսպանի, պետդեպարտամենտի, կոնգրեսի հայտարարությունների ատուղությամբ, Միացյալ Նահանգների հովանու տակ գտնվող ԵԱՀԿ եւ այլ միջազգային կառույցներ, իրավապաշտպան կազմակերպություններ կոշտ քննադատում են Ադրբեջանին, Ադրբեջանն էլ պատասխան է տալիս։ Կոշտ պատասխաններ, հետադարձ, դուք ով եք, դուք ինչ եք եւ այլը, որ Ռուսաստանի մոտ տպավորություն առաջանա, որ այդ Ադրբեջանը կարելի է
գրավել իր կողմը։ Այս խաղը շատ ուրեմն մեծ պատմություն ունի, երկար պատմություն։ Նախորդ հիմարացնենք Ռուսաստանի խաղը սկսվեց Թուրքիայի ուրեմն տարածքում, երբ որ նույնը կատարվեց Էրդողանի հետ կապված մի 5 տարի առաջ։ Կոնֆլիկտ Էրդողանի եւ Միացյալ Նահանգների միջև Ռուսաստանը փորձում է Թուրքիան իր կողմը գրավել, բացում է այդպիսի Թուրքիան Ռուսաստանի հետ մի քիչ լավ պետք էր մերձավոր արևելքի տարածքում, որպեսզի Սիրիայի գործողությունները կատարվեր Ամերիկայի սցենարներով։ Եվ Ռուսաստանը այսպես ուշքի եկավ, երբ որ պարզվեց, որ Սիրիայում Թուրքիան պահում է լրիվ պրոամերիկյան։ Եվ Ռուսաստանը վերադարձավ իր նախկին գնահատականներին Թուրքիայի նկատմամբ։ Հիմա էլի ժամանակ շահելու տարբերակ է։ Երբ որ Ադրբեջանը այդպեսին է եւ Ռուսաստանի ուղեղը զբաղեցնել մի այսպիսի գործառույթով, որ կարող եմ Ադրբեջանը իմ կողմը քաշել։ Այդ դեպքում այդ նույն ուղեղը չի կարող մտածել մի ուրիշ ուղղությամբ, զորք մտցնեմ Ադրբեջան։ Այդ երկու տարբեր հոգեբանություններ են, հոգեվիճակներ են եւ այլ եւ այլ։ Այս սա է ինչ կատարվում է։ Բայց ես հույս ունեմ Ռուսաստանն էլ այսպես ասած այդ հիմարը չի, այսպես ասենք, եւ հազիվ թե այդպես տարվի, չնայած նա այս վերջերս անդադար ձևացնում է, որ իրեն պահում է որպես երկրորդ Ամերիկա, էլ այսպես ասեմ։ Ձևացնում է շատ խաղաղ, գեղեցիկ, սիրուն եւ այլը, իսկ տակից անում է շատ կոշտ քայլեր։ Մասնավորապես Ուկրաինայում նա այդպես է գործում։ Եվ հիմա կարող է եւս տարածաշրջանում այդպիսի նախապատրաստում է գնում։ Հիմա Ամերիկան հասկանալով այս բանը, որ Ռուսաստանն էլ այդպես հասարակ չի կարող այդ բոլոր, այսպես ասած, առաջած խայծերը կուլ չտա, պետք է պատրաստի հակառակ քայլ։ Իսկ ինչ անել, եթե Ռուսաստանը այդ միջամտությունը կատարի։ Այստեղ շատ կարևոր հանգրվան է դառնում Նախճեվանը։ Նախճեվանը մի տեղ է, որտեղ քաոսը կարելի է տարածել, ներգրավելով տարածաշրջանի նոր սուբյեկտների վրա, ներգրավելով Իրանը, ներգրավելով Թուրքիան եւ քաոս առաջացնելով Հայաստանում։ Այս ուրեմն տրամաբանության մեջ է, ինչ որ մենք տեսնում ենք, նախապատրաստական բոլոր գործողությունները դրա համար կողմերը կատարում են եւ պետք է հասկանանք, որ այսպես է, այս իրավիճակից չկա մի այլ բոլորակ, որ փախչենք, որտեվ առաջի միտքը մեր, երևի թե ինչ որ այդպիսի ավանդույթ էլ ունենք, միգուցե փախչենք, ուրեմն հնարավորություն չկա, մենք չգիտենք, ես օրինակը մի քանի անգամ բերել եմ, որ Բաքվից մեր փախստականները հայ որոշեցին Հայաստան չգալ, որտեղ խաղաղ տեղ չէր, փախան Կրամատորսկ, Ուկրաինա, խաղաղ մի քաղաք, լրիվ խաղաղ։ Այսօր այդ այն քաղաքներից է, որ շուտով միգուցե վերանա քարտեզից, որովհետև զարգացող քաոսը Սլավյանսկը, ինչպես գիտեք, արդեն նրա բնակչության քանակը պակսել է մոտ 100,000-ից մինչև մոտարապես 10,000։ Հիմա այդ նույն գործողությունները գնում է կոնցենտրացիա ուժերի եւ այդ նույն գործողությունները շարունակվելու են եւ այլ տեղերում։ Դրա համար այն Ուկրաինան, որտեղ 600,000 հայ կա այսօր, որովհետև շատերը գնացել են խաղաղ Ուկրաինա։ Մյուսները խաղաղ Ռուսաստան, մյուսները խաղաղ Եվրոպա եւ այլն, ուրեմն խաղաղությունը մոլորակային դադարեցվում է։ Պետք է հասկանանք, որ ճիշտ է տեղում կազմակերպել։ Հստակ կազմակերպված ուժն է, որ կարող է մի կողմից հետ մղել շատ վտանգները, չդառնալ քաոսի, չտանել իրեն դեպի քաոսի վիճակի եւ ավելին էապես ազդել զարգացումների վրա, շատ զարգացումների վրա, բայց դրա համար պետք է լինել ուրիշ որակի, դրա համար պետք է լինել հայք, իսկ մենք առայժմ Հայաստանի Հանրապետություն ենք, այսինքն համամոլորակային գաղութի 285-րդ խուցը, ուղղակի համամոլորակային տիրակալները այդ խուցերին հլա խուց անունը չեն տալիս, այդտեղ կողոպտվող ժողովուրդներ են գտնվում, իրար ուտող եւ այլը, խուց անունը չեն տալիս, մի քիչ անհարմար է։ Մարդկությունը մի քիչ առաջ է գնացել, դրա համար խուց անվան փոխարեն օգտագործում է Հայաստանի Հանրապետություն, Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան եւ այլը, որ հանգիստ ապրենք։ Մինչդեռ մեզ տրված է այդ կարգավիճակը, դրա դեմ շատ ժողովուրդներ, շատ հասկացող մարդիկ, կառույցներ, երկրներ ապստամբ են հիմա եւ մոլորակը փոխում է իր ուղեցիրը։ Հիմա մենք պետք է հասկանանք ոնց անենք, որ քիչ հարվածներ լինեն, որ կարողանանք առանց մեծ կորուստների դուրս գալ, որ մեր շրջապատում խաղաղություն տիրի եւ այլը։ Սա լուծելի խնդիրներ են մի փոքրիկ հանգամանքի դեպքում, եթե մենք կանք, եթե մենք Հայաստանի Հանրապետություն ենք, համար 285-րդ համամոլորակային խուցը,
համամոլորակային չէ, մոլորակային ասենք, որտեղ մոլորակի վրա տարբերություններ են, ուրեմն մեզ հասնում է քաոս, պատերազմներ, արյունահեղություն եւ այլն եւ այլն եւ այլն։ Կողոպուտ, ինչպես անում ենք, իրար ուտել, սա է խուցի կյանքը։ Իսկ եթե ուրիշ կյանք ենք ուզում, ուրեմն պետք է կազմակերպվենք։ Դրա մասին առանցին խոսել։ Խնդրեմ հիմա հարցերին պատասխան։ Պարոն Անուչարյան, բառի բուն իմաստը ուղիղ պետք է հասկանալ պատերազմները, արյունահեղությունը, այսինքն սպասենք առաջիկայում հնարավոր է։ Ուրեմն ես ասացի, այսպես է։ Այդ համամոլորակային աշխարհակարգը պահպանող ուժերը գործում են իրենց տրամաբանությունով։ Որն է լինելու քաոսի հաջորդ երկիրը, դժվար է ասել։ Օրինակ մենք չգիտենք, որ Իրաքում կարող է հիմա քաոսի ավելացում լինել, արդեն քաոսում է ապրում։ Ուր ավելացնես։ Ոչ պետք է։ Հիմա Ուկրաինան թվում էր թե կարող է մեղմի ինչ-որ բան եւ այլ, ոչ քաոս է լինելու ընդլայնվող։ Եվ այդ տեսակետից ասեցի, ես Հայաստանի նկարագիրը տվեցի, որ կարող է լինել երկու բան։ Մեկը հանրապետությունում ամեն ինչ պատրաստ է քաոսի համար։ Հենց վաղը, այսինքն ունենք կողոպտող իշխանություն, կողոպուտի ձգտող ընդդիմություն, այսինքն տեղերը փոխեն, հասարակություն, որը սպասարկում է արտաքին ուժերին, այդ նույն համաշխարհային կառավարման կենտրոնները, լրատվամիջոցները, որ սպասարկում են այդ նույնը։ Եվ այս իրավիճակում քաոս կազմակերպելը մի փոքրիկ բան է, մի փոքրիկ բանով կարող է սկսել, բոլոր ուժերը պատրաստ են իրար հարվածելու, իրար ուտելու եւ այլն։ Դրան ավելանում է արտաքին գործոնը, ասեցի, ամեն վարքյան կարող են սկսվել պատերազմական գործողություններ։ Եվ ասացի ինչի հետ է կապված։ Եվ կարևոր չի, որ այդտեղ ասենք թե մուտքը գործելու է Ռուսաստանը, դա վերաբերում է նաև մեզ եւ անդրադառնալու է մեզ վրա, որտեղ պատասխանն էլ ասացի, ուրեմն թուրք-ադրբեջանական կողմից կարող է լինել Նախճեվանում։ Դա այդ կողմերն են, որոնք դրդվելու են այդ համաշխարհային գործողությունները կազմակերպող կենտրոնի կողմից։ Շնորհակալություն, հարցեր։ Ռուսաստանի արտգործնախարարի այցը Բաքու հետո Հայաստանի հետ քաոսն ինչ-որ էլեմենտներ կփոխի, թե գիտեք ինչ, այդտեղ դժվար է կռահել, թե Ռուսաստանը ինչ վիճակի է հասել։ Եթե նրանք հասկանում են այս բոլոր զարգացումները եւ այլն, ապա միգուցե եւ հասկանալը բավարար չի, պետք է ճկուն տարբերակներ մտածես։ Մինչեւ այսօր Ռուսաստանը որևէ ճկունություն չի դրսևորել այդ հարցերում, ես նկատում եմ, որ ավելի նուրբ մեխանիզմներ օգտագործես խնդիրները լուծելու։ Չէ որ կարելի էր ուրեմն այդ տնօրինել, ասենք նույն Ադրբեջանում էապես ավելի շատ խնդիրներ, այն ինչ որ պետք է Ռուսաստանին, առանց զորքով այնտեղ մտնելը։ Բայց Ռուսաստանը այդ բոլոր հնարավորությունները բաց է թողել։ Այդտեղ ինտենսիվ աշխատում էր Իրանը, բայց Իրանի դեմ այնտեղ ես մի քանի անգամ ասել եմ, Ադրբեջանը դա մի ուրեմն տարածք է, որը կառավարվում է այսպես ասոցիացված 3 երկրների ասոցիացիայով, ուրեմն Բրիտանիա, Միացյալ Նահանգներ եւ Իսրայել։ Այդ 3 տնօրինում Ադրբեջանի ամեն ինչ, Ադրբեջանը նրանց ձեռքի գործիք է, ինչպես եւ գործիք է Թուրքիան։ Հիմա այս տեսակետից այդ 3-ը շատ նուրբ են գործում եւ այլն եւ Ադրբեջանի տարածքում ստեղծել ալտերնատիվներ, որ թույլ չտալ իրեն դեմ անել գործողություններ, Ռուսաստանը չկարողացավ։ Իրանը մեղմել է բավականին իր հանդեպ եղածը, բայց նույն վտանգները պահպանվում են Իրանի հանդեպ, պարզապես Իրանը շատ վճռական եւ շատ կազմակերպված պետություն է, միակ երկիրը կարելի ասել մոլորակի վրա, որը չի ենթարկվել այդ բանին, չի էլ ապստամբել ի տարբերություն Ռուսաստանի, որը հիմա ապստամբ է։ Իրանը չի ապստամբել, բայց Իրանը իր կեցվածքով հենց ապստամբ է, ինչպիսին ինքը կա, ինչպիսի եւ ինքը սուսուփուս տեղն էլ չի նստում, դա տարածում է ուրիշ տեղեր, ասում է այսպես ապրենք։ Ուղղակի ավելի նուրբ զգուշ է գործում։ Հիմա ասել, որ Լավրովի այցը ուրեմն կարող է ինչ որ բան փոխել, դժվարանում եմ։ Հազիվ թե էական բան այդ հարցերում, ուղղակի նա դրսևորելու է առևտրի կեցվածք Ադրբեջանի նկատմամբ, այսինքն այնտեղ սկսվելու է Ադրբեջանի հետ առևտուր, միացիր Մաքսայինին, այսպես, բայց այդ առևտուրը կարող է երկու տիպի լինել։ Մեկը, եթե Ռուսաստանը իրոք տրվել է այդ բաներին եւ ուզում է սիրաշահել, որ մուտք կատարի, երկրորդը շատ կոշտ խոսակցությամբ։ Ինչպես օրինակ եղավ Պուտինի այսից առաջ, այն ժամանակ Ռուսաստանը շատ ուղիղ էր հայտարարում, ասեց Իսրայելի գործակալական ցանցը այդտեղից անմիջապես վերացնում եք, մինչև ուղիղ հայտարարություններ են այսպեսի կատարվում։ Անգլոսաքսերի բանից պետք է դուրս գաք, այդ ժամանակ կարող են խոսել, եթե ոչ, ձեզ մեծ խնդիրներ են սպասում։ Հիմա եթե այս տոնայնությունը փոխել է զուտ արտաքին,
Սա մի հարց է, Ռուսաստանը այդպես էլ գործում է, ոնց որ ամերիկացիները։ Բայց եթե տրամաբանության մեջ համոզել են մի ինչ-որ փոփոխություն, ինչը խիստ կասկած ունեմ, սա արդեն կարող է իր հետ բերել խնդիրներ։